Ողջույն ձեզի սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ։ Ավարտել է յետ 5 դագարանի հրութի քիրքի ընթերցանությունը։ Այսօրն է կսկսեմ ձեզի ընթերցել թագավորած քիրքերը։ Այսօր 5 դագարանի մեջ մենք ունենք 4 թագավորած քիրքեր։ Անցյալին այս 4 քիրքերը որպես մեկ ամբողջություն կներկայանային։ Եթե սիրելիներ գարտակ դարբեր լեզուներով այս քիրքերը առաջին երկու թագավորածները հաջող կգոչվին Սամվելի առաջին քիրք եւ Սամվելի երկրորդ քիրք։ Իսկ մյուս երրորդ եւ չորրորդ թագավորած քիրքերը կգոչվին առաջին թագավորած քիրք եւ երկրորդ թագավորած քիրք։ Մինչդեռ 4-նալ թագավորած քիրքեր են։ Ինչու համար կգոչվին առաջին երկու քիրքերը Սամվելի քիրքեր, որովհետև ըստ ավանդության կգարձվի, որ անոնց հեղինակը Սամվել մարգարեն ինք եղած է, հագարականոր որ առաջին թագավորած գրքի 25-րդ գլխում մեջ կգարտանք Սամվելի մահը, հետևաբար չեր գրնար Սամվելը ինք գրածլալ երկրորդ թագավորած քիրքը։ Սամվելը սիրելներ թադավորներու վերջինը եղավ։ Անիգա հրաշք սպասված մանուկ էր իր մոր Աննային։ Աննա երկար ժամանակ զավակ չեր ունենար։ Եվ ահա աղոթքի որպես պատասխան Աննան գհղանա եւ Սամվելը գծնի եւ Սամվելը գնվիրե Աստուծո դաջարին եւ դաջարի մեջ կմեծնա Սամվել ու աբա գահաճորթե հերի քահանայաբեդին, որուն որդիները անարակ կյանքով գաբրեին եւ Աստված գմերժե քահանայական այդ ընտանիքը ու Սամվելը գնդրե որպես իր ներկայացուցիչը երկրի վրա։ Սամվել մարգարեն թե քաղաքական, թե գրոնական առաջնորդություն գնե Իսրայելի ժողովրդին, որովհետեւ ինք թադավոր էր, հետևաբար բոլոր հարցերը իր մոտ կբերեին Եբրայեցի ժողովրդի զավակները։ Երբ գծերանա Եբրայեցի ժողովուրդը անոր գուկա գթիմե եւ գսե դու արդեն ձերացած ես եւ մենք գուզենք մեծ շրջաբադող մյուս ազգերու նման գազմագերբված իշխանություն ունենալ, հետևաբար մեզի համար թակավոր ընտրե։ Սամվել մարգարեն խիստ կնեղանա, որովհետեւ Աստված հայտարարած էր, որ Եբրայեցի ժողովրդի թագավորը ինքն էր։ Սակայն ժողովրդի բնդումներուն վրա, երբ Սամվել մարգարեն Աստուծո գտիմե, Աստված անոր գսե. «Թուն լսե, թե ինչ կսե քեզի ժողովուրդը։ Իրենքը որ զիս մերժեցին, բայց անոր հետևանք պիտի գրեն»։ Եվ իսկապես Սամվել հագարակ իր ունեցած վերաբահումներուն ժողովրդի խնդրանքին եւ բահանջքին անսալով անոնց վրա թակավոր գոձե Սավուղը։ Սավուղը սիրելներ սկզբնական շրջանին, որ առաջին թակավոր եղավ, Աստուծո ջամփու մեջ են կընթանար, Աստուծո գամքը գործադրեր։ Սակայն երբ Աստուծո անհնազանդ գտնվեցավ, Աստված երես դարձուցանգե։ Եվ Աստված իրեն համար ընտրեց նոր թակավորը Դավիթը եւ ուղարկեց Սամվել մարգարեն, որբեսի բադանի Դավիթը օձեր որբես թակավոր։ Դավիթը անշուշտ սիրելներ երկար ջամփա գդրեց, որբեսի թակավորական քահ բարձրանար։ Անիգա սկզբնաբես բալադական կյանքի մեջ ծառայության մտավ Սավուղ թակավորին, ջանցավ, ծանոթացավ բալադական կյանքին եւ ապա հալածվեցավ նույնինքն Սավուղ թակավորին կողմը։ Սակայն Աստված քանի որ Դավիթի հետ էր ու մերժած էր Սավուղը, առաջին թագավորած քիրքը գավարդի Սավուղի եւ իր որդիներու մահով։ Աբա Դավիթ երկար չարչարանքները, երկար հալածանքների հետ գսորվի Աստուծո հնազանդ թագավորը լալ, գսորվի Աստուծո վստահիլ եւ Աստուծո քաղաքը գրջագե Երուսաղեմը եւ աբակային Դավիթի որդին
Սողոմոնը այնտեղ պիտի կառուցեր Աստուծո նվիրված դաջարը։ Սիրելիներ, թագավորած այս քիրքերու պատմությունը, որ Եբրայեցի թագավորներու մասին կպատմի անշուշտ, մեզի գլխավոր քանի մը պատկամներ կփոխանցե։ Առաջին, Աստված ինքն է իր ազգի, իրեն հավատարիմ ժողովրդի թագավորը։ Երկրավոր իշխաններ, երկրավոր մարդոց կողմէ ընտրված առաջնորդներ գրնան իսկապես իրենց կյանքի մեջ հաջողակ դառնալ, եթե Աստուծո իշխանությունը ընդունին եւ Աստուծո ջամփաներու մեջ են քալեն, որովհետեւ վերջ-վերջո թագավորներու թագավորը Աստված ինք է եւ Աստված կուզե որ իրեն հավատացող ժողովուրդը իր օրենքներով ընթանա։ Այսօր սիրելներ, այս պատկամը բոլոր ազգերուն ուղված է ու նաեւ մեր ազգին, հայ ազգին։ Եթե գուզենք որ մեր pedagogiությունը ամրանա, եթե գուզենք որ իսկապես մենք որպես ազգ ծաղկինք, զորանանք ու փառքավաճենք, ապա մեր ազգի pedagogan այրերը պետք է խոնարհին երկնավոր դիրոջ դիմաց եւ Աստուծո ջամփաներու մեջ են ընթանան, որբեսի հաջողակ լան եւ Աստուծո օրհնությունը բերեն ազգին վրա։ Երկրորդ պատկամը այն է, որ Աստված անսպար ներող է։ Կտեսնենք Եբրայեցի ժողովուրդը ամեն անգամ Աստուծո թեմ կմեղանչե, սակայն Աստված դարձյալ կներե անոր։ Նույնիսկ Եբրայեցիներու առաջին ընտրյալ եւ օծյալ թագավորը Սավուղ կմեղանչի Աստուծո թեմ։ Աստված չի փնաչնչեր զանոնք, սակայն Աստված գնդրե իր սրդին մոդիկ Դավիթը եւ զայն թագավոր կնշանակե։ Հետևաբար Աստված ներող Աստված է եւ Աստված եթե դեսնե ժողովրդի խոնարհումը եւ ապաշխարությունը, ապա իր օրհնությունը եւ ներկայությունը անբագաս կնե անոնց կյանքի մեջ են։ Եվ երրորդ պատկամը այն է, որ Աստված սիրելիներ հանգարց անագնկալի թիմաց չի կար, որ ինչ պիտի անե, երբ ժողովուրդը մեղանչե, այլ Աստված իր լուծումներ ունի ամեն հարցի մեջ։ Հետևաբար, եթե վստահենք Աստուծո սիրելիներ, նույնիսկ երբ մեր թիմաց բոլոր դռները փակված տեսնենք, Աստված ամեն հարցի լուծում ունի։ Եվ Աստուծո բերած լուծումը սիրելիներ, փառիք է։ Աստուծո բերած լուծումը օրհնություն է։ Երանի, որ մեր ազգի զավակները ամեն օր Աստուծո խոսքը գարտան եւ Աստուծո խոսքին մեջ են Աստուծո դված պատկամը սորվին։ Երանի թե այսօր մեր եկեղեցվո սուրբ հայրերը, եկեղեցվո առաջնորդները, մեր ժողովուրդը առաջնորդեն Աստուծո ջամփու մեջ են, Աստուծո խոսքերով զանոնք գրթելով ու դաստիարակելով։ Երանի թե այսօր հայոց pedagogan այրերը ամեն օր Աստուծո խոսքը ընթերցեն եւ իմանան, որ իրենք բարձաբես ժամանակավոր ղեկավարներ են։ Ճշմարիտ ու հավիտենական ղեկավարը, թագավորը Աստված ինք է։ Հետևաբար, ով որ դիրոց սերքին տակ խոնարհի, Աստուծո օրհնությունը, Աստուծո վավերականությունը կստանա, որ Աստված կվավերացնե անոր բաշտոնը եւ այդպիսով ժողովուրդը կառաջնորդե խաղաղության ջամփաներու մեջ են։ Սիրելիներ, մեծ թասեր ունենք այսօր սորվելիք, թագավորած այս քիրքերու մեջ են։ Հետևաբար, եկեք ամեն օր մեկ գլուխ ընթերցենք, խորհրդածենք այդ բոլորի մասին եւ Աստուծո սուրբ անունը փառավորենք։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին քիրք, առաջին գլուխ։ Երգանա եւ իր ընտանիքը Սելովի մեջ։ Եփրեմի լեռնեն Արիմաթեմ Սոփիմե Երգանա անունով
Եփրատացի մարդ մգար, որ Սուպիի որդիին, Թովայի որդիին, Եղիուսի որդիին, Հերոհամի որդիներ։ Ան երկու գին ուներ, մեկուն անունը Աննա էր, ու մյուսին անունը Փենանա։ Փենանա զավակներ ուներ, բայց Աննա զավակ չուներ։ Այդ մարդը ամեն տարի իր քաղաքեն կբարձրանար, որբեսի սելովի մեջ զորքերու դիրոջ երկրբակություն ու զոհ մատուցանե։ Հոն հեղի երկու որդիները Վոպնի ու Փենեհես դիրոջ կահանաներն էին։ Եղգանա իր զոհ մատուցանած օրը իր գնոջ Փենանայի եւ անոր որդիներուն եւ աղջիկներուն մեկ բաժին տվավ, իսկ Աննայի գրգին բաժին տվավ, քանի որ Աննան գսիրեր, բայց դերը անոր արքանթը քոցեր էր։ Անոր հագարագորտը Փենանա զայն գսկծեցնելու համար հույժ վշտացուց, որովհետև դերը անոր արքանթը քոցեր էր։ Ամեն տարի Եղգանա այդպես կներ, երբ Աննա դիրոջ դունը բարձրանար։ Փենանայալ նույնպես Աննան գվշտացներ եւ ան գուլար ու չեր ուդեր։ Անոր այրը Եղգանա իրեն ասավ. Աննա, ինչու գուլաս, ինչու չես ուդեր եւ ինչու սիրտդ այդպես դրդում է, միթե ես քեզի 10 որդի ավելի լավ չեմ։ Աննա եւ Հեղի։ Երբ սելովի մեջ գերան ու խմեցին, Աննա ոտքի ելավ, Հեղի քահանան դիրոջ դաջարին թրանտիներուն կով աթորի մվրա նստած էր, թարն սիրտով դիրոջ արջև աղոթեց եւ հույժ շատ լացավ։ Ուխտնելով ասավ. Ով զորքերու դեր։ Եթե քո աղախինիդ դարաբանքին նայիս ու զիս հիշես եւ աղախինը չմոռնալով աղախինիդ արու զավակ մտաս, զայն դիրոջ պիտի նվիրեմ իր կյանքին բոլոր օրերու մեջ ու անոր գլուխին վրա ածելի պիտի չանցնի։ Երբ ան դիրոջ արջև իր աղոթքը երկարեց, Հեղի անոր փերանը դիտեց։ Աննա իր սրդին մեջեն գխոսեր, միայն շրթունքը գշարժեր, բայց ցայնը չէր լսվեր։ Հետևաբար Հեղի զայն քինով գարձեց։ Ոստի Հեղի անոր ասավ. Մինչև երբ պիտի քինովնաս, հրաժարեք ու քինի հետ։ Աննա պատասխանեց. Ոչ, իմ դերս, ես վշտացած սիրտով գին մնեմ, եւ քինի կամ օղի խմած չեմ, հաբա դիրոջ արջև իմ սիրտը սպասի։ Քու աղախինդ անորեն գին մի գարձեր, քանի որ իմ քանքատներուս ու վիշտիս շադության համար մինչև հիմա խոսեցա։ Այն ադեն Հեղի պատասխանեց. Խաղաղությամբ կնա, եւ Իսրայելի Աստվածը քու խնդրածդ քեզի տա, ինչ որ իր մե խնդրեցիր։ Անալ ըսավ. Քու ըստերգուհի թող շնոր գտնե արջևդ։ Գինը իր ջամփան կնաց ու գերավ, երեսը անգամ մնալ չդրտմեցավ։ Սամվելի ծնունդը եւ ընձայումը։ Անոնք արդուն գանուխ ելան եւ դիրոջ արջև երկրբակեցին, ապա Ռամա դարձան ու իրենց դունը կացին։ Եղգանա իր Աննա գնոջ մոտեցավ եւ դերը զայն հիշեց։ Աննա հղացավ ու երբ ժամանակը հասավ որդի մը ծնավ, անոր անունը Սամվել գոչեց, ըսելով, քանի որ զինք դիրոջմեն խնդրեցի։ Հետո անոր այրը Եղգանա իր ամբողջ ընտանիքով սելով բարձրացավ, որբեսի դիրոջ արջև դարեգան զոհը մատուցանե եւ իր ուխտը կատարե։ Բայց Աննա չբարձրացավ, որովհետեւ իր ամուսինին ասավ. երբ դղան գաթեն գդրվի, այն ադեն զինք պիտի դանիմ, որբեսի դիրոջ արջև երևնա ու միշտ հոն մնա։ Անոր այրը Եղգանա իրեն ասավ. քեզի հաջելի եղածը ըրե, մինչև զայն գաթեն գդրես, գեցիր, միայն թե դերը իր խոսքը հաստատե։ Ուստի գիրը գեցավ եւ իր որդին թիեցուց մինչև որ զայն գաթեն գդրեց։ Եվ զայն գաթեն գդրեց, զինք իրեն հետ բարձացուց, նաեւ 3 զվարակ, 1 արթու ալյուր ու 1 դիկ քինի։ Զինք դիրոջ դունը դարավ, որ սելովի մեջ էր, թեև դղան թերահասակ էր։ Զվարակը մորթեցին եւ դղան Հեղիի դարին։ Աննա ասավ. Ո իմ դերս, քու անցդ գաբրի, ես այն գին եմ, որ հոսք ու քովդ գայնեցա դիրոջ աղոթելու համար։ Ես այս դղային համար աղոթեցի ու դերը իմ խնդրանքս ինձի տվավ, ինչ որ իր մե խնդրեցի։ Հիմա ես ալ զայն դիրոջ փող կուտամ, որքան ժամանակ որ աբրի, ան դիրոջ փող դրված լա, եւ անհոն
դիրոջ երկրվակեց։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։